5 տարի առաջ այսօրը առավոտյան ժամը 7:10-ին սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ եւ միջազգային վարձկանների ներգրավմամբ հարձակվեց Արցախի վրա։ 44 օր տևած ծանր մարտերից, հազարավոր մարդկային կորուստներից հետո 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Չնայած 44-օրյա պատերազմը Ադրբեջանի ռազմական հանցագործ իշխանության ցեղասպան գործունեության հետևանքներ, բայց կարելի էր կանխել, կարծում են վերլուծաբանները։ Նաև հղում անելով այն փաստին, որ 30 տարի շարունակ Հայաստանի իշխանությունը լավ թե վատ կարողացել էր թույլ չտալ այդ պատերազմը։ Այդ պատերազմը կարող էր չլինել, եթե Նիկոլ Փաշինյանը 2019-ին չմերժեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած պլանը, բայց ոչ միայն մերժեց, նույն թվականին Ստեփանակերտում հնչեցրեց նաև հայտնի արտահայտությունը՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այս անպատասխանատու հայտարարությամբ նա ըստ էության լեգիտիմացրեց Ալիևի կողմից պատերազմ սկսելու մտադրությունը։ Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը։ Քաղաքագետը նկատում է, Փաշինյանը վերջապես խոստովանեց դա։ Այս տարվա օգոստոսի 23-ին անկախության հռչակագրի 35-ամյակի առթիվ հնչեցրած ուղերձում։ Ի վերջո, ինչու մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը, ես ինքս չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները եւ կախվածությունները մեծանալու էին անհամաչափորեն, հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետականության կորստի։ Այս խոսքերը, որքան էլ փաթեթավորված, իրականում խոստովանություն են։ Սուրենյանի խոսքով Փաշինյանի արկածախնդրությունը դարձավ ազգային աղետի պատճառ, մի աղետի, որի հետևանքները մենք շարունակում ենք կրել այսօր էլ։ Այսօր մենք ոչ միայն հիշում ենք այդ ճակատագրական օրվա սկիզբը, այլև արժևորում ու փառք ենք տալիս մեր նահատակների անմահ հիշատակին։ Which will ensure unimpeded access through the Zangezur corridor and foster regional connectivity. Այս օրերին Նյու Յորքում անցկացվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բաց չի թողել հնարավորությունը եւ ՄԱԿ-ի ամբիոնից կրկին մեղադրել է Հայաստանին էթնիկ զտումների, ռազմական հանցագործությունների ու խաղաղ կարգավորման տարբերակները արհամարելու համար։ Բաքվի բռնապետը նույնիսկ շեշտել է Հայաստանի կապիտուլյացիայի ենթարկվել է, իսկ իր ելույթում կրկին գործածել Զանգեզուրի միջանցք ձևակերպումը, հղում անելով Վաշինգտոնյան համաձայնություններին։ Ալիևի այս ելույթը պատահական չէ։ Միջազգային հարթակներում նա շարունակում է Հայաստանի դեմ քարոզչությունը, ամրապնդելով վերջինիս պարտվածի ու մեղավորի կերպարը։ Ներքին լսարանին ցույց է տալիս վերջնական հաղթանակի կերպարը, հասարակությանը պահելով մշտական մոբիլիզացիայի մեջ։ Իդեպ Ալիևին հավանաբար քաջալերել են նաև Նիկոլ Փաշինյանի վերջին խոստովանական հայտարարությունները։ Փաշինյանն օրերս հրապարակավ հայտարարել էր, թե Հայաստանի նախկին 3 նախագահների կառավարման ժամանակաշրջանում էլ 18 տարեկան հայ զինվորը Հայաստանի ինքնիշխան սահմաններից դուրս ծառայություն է իրականացրել։ Փաշինյանի ասածով ստացվում է նրանք, ովքեր Արցախում են ծառայել, ահաբեկիչներ են եղել, սակայն նույն Փաշինյանը հավանաբար մոռանում է, որ 2018-ից 20 թվականներին նա իր որդուն Աշոտ Փաշինյանին ծառայության էր ուղարկել Արցախում։ 44-օրյա պատերազմին Աննա Հակոբյանը ձևավորել էր էրոտո ջոկատ ու մեկնել Սյունիք, Արցախ, իբրև թե հայրենի հողը պաշտպանելու։ Այսինքն, եթե Ալիևն այսօր պահանջում է արցախյան պատերազմների բոլոր մասնակիցների նկատմամբ դատավարություն, ապա առաջինը պետք է դատվեն Աննա Հակոբյանն ու Աշոտ Փաշինյանը, որպես երկրի առաջին դեմքի ընտանիքի անդամներ։ Ստացվում է նաև, որ Հայաստանի վարչապետը հենց ինքը միջազգային հարթակներին մատուցում է այն թեզերը, որոնք Ալիևը զարգացնում է ՄԱԿ-ի ամբիոնից։
Նման հռետորաբանությամբ եւ այս պայմաններում տարակուսելի է, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է պաշտպանական բյուջեն կրճատել շուրջ 15.2%-ով, ինչը լուրջ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։ Ռազմական բյուջեի կրճատումը միջազգային հարթակներում ընկալվում է որպես թուլության եւ կապիտուլյացիայի ազդակ։ Խաղաղություն չի կառուցվում պատրանքներով կամ ցանկություններով։ Դրա համար պետք է լինեն համապատասխան ուժային բալանս, դիվանագիտական միջավայր, միջազգային երաշխիքներ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ոչ թե խաղաղություն է բերում, այլ նոր ռիսկեր Հայաստանի անվտանգության համար։ Իսկ ահա ըստ Ադրբեջանից ստացված պաշտոնական տվյալների 2026 թվականի պաշտպանության եւ անվտանգության բյուջեն 2025-ի համեմատ ավելացել է $187 միլիոն։ Այսպիսով, բյուջեում պաշտպանության եւ ազգային անվտանգության ծախսերի կշիռը կկազմի 21%։ Թե 2026 թվականին ինչու է Ադրբեջանը նման ավելացում անում, թողնում ենք յուրաքանչյուրի մեկնաբանությանը։ Ռիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։